Կառավարական նիստի ընթացքում հայտարարվեց, որ այս ձնամաքման աշխատանքներով պայմանավորված աղու ավազ են օգտագործվել եւ որի հետևանքով փոսեր են առաջացել։ Ինչ ժամկետներում տեղյակ եք դրանք հնարավոր կլինի վերացնել, որովհետեւ ամեն օր քաղաքացիները դժգոհում բողոքում են, որ այդ փոսերի պատճառով վնասում են իրենց մեքենաները։ Ճիշտ ասած հարցը իմ տիրույթում չէ, բայց շին բարեկարգման վարչության տիրույթում է, բայց տեղյակ եմ, որ միջոցներ են ձեռք առնվում, հնարավորինս արագ ուրեմն այդ փոսալցման աշխատանքները կատարելու։ Քանի որ ձեր հիմնարկը ևս օգնել է ասում եք հիմնարկի, ուզում եի հասկանալ ինչ ծավալով աղու ավազ է կիրառվել, որ այս աստիճանի են փոսեր ամբողջը։ Իմ տվյալներով իհարկե ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը կասի, բայց կարծեմ թե 10,000 խորանարդ մետրին հասնող նման մեծ ծավալներով աղու ավազ է օգտագործվել, եթե չեմ սխալվում 10-ից 12,000 խորանարդ մետր, որտեղ մենք գիտենք, որ ի տարբերություն մնացած տարիներին ձյան տեղումները շատ էին եւ բավականին, եթե նախորդ տարիներին 1-2 անգամ էր, այս տարի բավականին շատ զուն տեղաց, ինչը իհարկե շատ լավ է, բայց ամեն դեպքում կապված այդ հանգամանքով բնականաբար օգտագործվեց մեծ քանակությամբ աղու ավազ, որը իհարկե համաձայն եմ ձեր հետ հիմա էլ խնդիր է առաջացնում, հիմա էլ պետք է այդ ավազը հավաքենք փողոցներից, ինչի աշխատանքները արդեն ԵԱՍՄ-ն իր մասով է սկսել, մենք էլ մեր մասով ենք սկսել։ Պարոն Բեգյան, անցած տարիներում նույնպես չէ օգտագործվել է աղ ավազ, ինչով է պայմանավորված, որ հենց այս տարի նման փոսեր առաջացան ասֆալտի։ Սա ինչի մասին է խոսում, ասֆալտի անորակության, թե միգուցե այլ բան։ Օգտագործվել է, բայց այլ բան է, երբ որ տարին մեկ անգամ է օգտագործվում, այլ բան է, երբ որ տարին 10 անգամ, տարին չէ, ձմեռվա ընթացքում 10 անգամ է օգտագործվում, ինչքան շատ կարծում եմ այդ աղի լուծույթը ներքաշվում է, հա, ասֆալտում առկա ճայքերի արանքից, այնքան ավելի վատ ասֆալտի համար ես կարող եմ սիրողական մակարդակով պատասխանել այդ հարցին, որովհետև չեմ տիրապետում հիմնական պատճառներն ինչու՞մ են։ Տիգրան Ավինյանը նոր լուծումներից էր խոսում, որ հաջորդ տեղումներին այդպես մշակեն փողոցները, ինչ մասին է խոսքը, բուրըն այսպես ծիծաղելի հիմնականում մեկնաբանություններ կային Ավինյանի այդ հայտարարության տակ, ջրի լուծույթի մասին է խոսքը, որ ասում էր։ Ծիծաղելի որևիցե բան չեմ տեսնում, բազմաթիվ քաղաքներ կան, եթե չեմ սխալվում ժամանակին էլ, հիմա չեմ կարող ասել, Մոսկվայում հատուկ հեղուկներ էր օգտագործվում, որպեսզի ուրեմն այդ ձնամաքրման աշխատանքներ սառույցի դեմ, հա, պայքարելու աշխատանքներն իրականացվի։ Պարոն քաղաքապետը այո տեղյակ եմ, խոսում էր նրա մասին, որ փորձարկենք, երբ ձյունը սկսում է նոր տեղալ, հա, եւ դեռևս ասֆալտի մակերևույթին ձյան չկա, փորձենք այդ հատվածում աղալուծույթի պարունակություն ուրեմն շախտանք, հա, ասֆալտի վրա եւ տեսնենք ինչ կստացվի, որովհետեւ որոշ քաղաքներ նաեւ այդպիսի մեթոդներ են օգտագործում, որքան տեղյակ եմ, դա մեկ հատվածում, հա, որևիցե տեղ, եթե այս տարի ձուն տեղա պետք է որ փորձարկվի, եթե լավ արդյունքներ ունենա, միտքը պարոն քաղաքապետի հետևյալն էր, որ եթե լավ արդյունքներ ունենա, ապա հաջորդ տարիներին մենք չենք սպասի մինչև ձյան շերտը նստի, այլ հենց ձյան տեղումների սկսվելուն պես այդ փողոցները կպատենք այդ աղաջրով, եթե կարելի է այսպես ասել։ Գոհունակությամբ խոսում էիք ձեր կատարած աշխատանքի մասին, թե ինչ մեծամասշտաբ ծառատնկումներ եք իրականացրել, օրինակ Դալմայում ես չեմ կարողանում գնալ եւ տեսնել Նյու Յորքի այգիների նման այգիներ։ Տեսեք, Դալմայի այգիները ճիշտ եք ասում, որ չեք կարողանում տեսնել, որովհետեւ այդ աշխատանքները բավականին մեծ են, խոսքը գնում է 250 հեկտար տարածքի կանաչապատման մասին եւ ոչ միայն կանաչապատման, որպեսզի այգին, քաղաքային ուրբան անտառը ունենա նաեւ ֆունկցիոնալություն, տարբեր ենթակառուցվածքներ, դա պահանջում է բավականին մեծ ներդրումներ, միլիոնավոր դոլարների, ես իհարկե
Դալմայի այգիները Երևանի քաղաքապետարանն է խոստացել եւ պատրաստում է Երևանի քաղաքապետարանը դա անել ներգրավելով կազմակերպությունների եւ ներդրողների դա անել այդ միջոցների հաշվին։ Այդ մեծ ծավալի աշխատանքները մենք չենք կարող իրականացնել, որովհետեւ այնտեղ բազմաթիվ ուրեմն բաներ են նախատեսված, որպեսզի հարմարավետություն ապահովեն բնակիչներին եւ այսպես շարունակ շինարարական աշխատանքներն անհրաժեշտ, հետեւաբար կներեք, բայց սխալվում եք, Դալմայի այգիները նախատեսված է, որպեսզի ներգրավեն ներդնողներ եւ այդ միջոցների հաշվին իրականացնեն այդ այգու կառուցումը։ Մեր ավելի փոքր տարածքով այգիների մասին է խոսքը 3 Լվովյան Միասնիկյան փողոցին հարող այդ ամբողջ տարածքի մասին է, որը հասնում է մինչև կենտրոնաբանական այգի, շուրջ 35 հեկտար, տեղադիրքը շատ կարևոր է, մենք պետք է հաշվի առնենք նաև օդի տեղաշարժման այդ օդի վարդ է կոչվում, օդի տեղաշարժման ուղղությունները հետևաբար կարող եմ ասել, եթե այդ այգին գոյություն ունենա, նա գտնվում է հենց քաղաքին այն օդային, Միասնիկյան փողոցի օդային խողովակի մոտ, որով օդը անցնելով այդ ուրեմն այգու վրայով բավականին մեծ նշանակություն է ունենալու կենտրոն վարչական շրջանի օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցառումների ցանկում։ Այգիների պես այգիներ եք ունենալու Երևանում։ Սխալվում եք Արփի ջան։ Քաղաքային իշխանությունները այո ասել են եւ դա պատրաստվում են անել ներդրողների միջոցով։ Այնտեղ հասկանում եք միայն այգի չպիտի լինի, տարբեր ենթակառուցվածքներ պիտի լինեն։ Միգուցե ժամանցային վայրեր, այդտեղ անտառ չի նախատեսվում, որ կարողանանք կանաչապատումը միայն իր ռեսուրսներով անի։ Մինչ այդ այգու տեղադրումը երևի տարիներով այնտեղ անհրաժեշտ է որոշակի շինարարական աշխատանքներ կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել, միգուցե ինչ-որ ամֆիթատրոններ, միգուցե ինչ-որ սպորտային կետեր, ծրագիրը այժմ հայտարարված է, եթե չեմ սխալվում, մրցույթ նախագծման, այ կնախագծեն, հաղթողը կլինի, այն ժամանակ պարզ կլինի, թե որ կազմակերպությունը ինչպիսի ուրեմն տեսլական է ունեցել այդ այգու հիմնման, եթե չեմ սխալվում, ծրագրի նաև ցանկություն էին հայտնել մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրություններից, այսպես նախագծող կազմակերպություններ եւ միգուցե մի շարք այլ կազմակերպություններ, նաև արտասահմանից, թե նախագծումից հետո Երևանի քաղաքապետարանը որ մեկին առավելություն կտա, կարծում եմ կլինի քննարկում, այդտեղ կորոշվի, թե որ նախագիծն է ավելի մեր սրտին մոտ, եթե կարող ենք այսպես ասել։